Ողջույն սիրելի ընկերներ, այս հոլովակում ձեզ համար կներկայացնեմ 2025 թվականի սեպտեմբեր ամսվա տարրո կանխատեսումը կարիճ նշանի համար։ Սիրելի կարիճներ, հինգական քարտով կնայենք ամսվա կարևոր իրադարձությունները, այնուհետև մեկական քարտով նորալուսնի և լիալուսնի ազդեցությունը։ Յուրաքանչյուր քարտի էներգիա անպայման բոլորն իրենց կյանքում զգալու են, բայց դա կլինի տարբեր ոլորտներում, տարբեր դրսևորումներով, քանի որ այս տարրո կանխատեսումը ընդհանուր բնույթ ունի և բոլորին է վերաբերում։ Եթե ձեզ հետաքրքրում է անհատական տարրո կանխատեսում, անհատական հորոսկոպ, կարող եք ինձ գրել ինստագրամյան էջում անձնական նամակով։ Այսպիսով, սիրելի ընկերներ, ընդհանուր առմամբ ամիսը ձեզ համար շատ լավ կլինի, դրական կլինի, կարևոր կլինի։ Ամիսը ձեզ համար կսկսվի ինչ-որ հստակ որոշմամբ, հստակ մտքով, կարծես ամեն ինչ ձեզ համար արդեն պարզ կլինի և կիմանաք ինչ անել, ոնց անել։ Եթե մինչ այս կար ինչ-որ իրավիճակ, որը ձեզ համար անելանելի էր, ապա կկարողանաք արդեն դուրս գալ այդ իրավիճակից։ Շատերի համար նոր դուռ կբացվի, նոր հնարավորություններ կստեղծվեն։ Ամեն ինչ ձեզ ձեռքի տակ կլինի, որպեսզի դուք ձեր ուզածին հասնեք։ Այսինքն ամեն ինչ կախված է լինելու հենց ձեզնից, արդյոք դուք կկարողանաք ձեզ ճիշտ ցույց տալ հանրության մեջ, ձեր դիմացիներում, ձեր շրջապատի մեջ, կկարողանաք ճիշտ ձեր հմտությունները կիրառել, եւ եթե այո, ապա ձեզ սպասվում է մեծ նոր սկիզբ, մեծ հնարավորություն։ Համենայն դեպս ձեր ուզածին կհասնեք, թե ինչ եք ուզում, ամեն մեկը իհարկե դա զգում է, բայց ամեն ինչ կլինի ձեր ձեռքում, ամեն հնարավոր բան կունենաք դուք, որպեսզի ձեր ուզածին հասնեք։ Ինչ որ կարևոր նորություն կստանաք ամսվա կեսերին, կարող է պայմանավորված լինել ոչ միայն նորությամբ, այլ նաև ինչ որ փաստաթղթի ստացմամբ։ Որևէ կին, ով ծնված է ջրի տարերքի ներքո, այսինքն հենց ձեր տարերքի ներքո, դա է ձկներ, կարիճ կամ խեցգետին, ինչ որ առումով դեր է ունենալու ձեր կյանքում։ Այս կինը կարող է լինել թե ձեր շրջապատից, ընտանիքի անդամներից որևէ մեկը, թե կարող է լինել նաև նոր ծանոթություն, օրինակ նոր հարևանուհի, նոր գոլեգա, նոր ընկերուհի եւ այլն։ Մի խոսքով այս կինը ինչ որ դեր կունենա այս ամսում ձեր կյանքում, եւ որևէ տղամարդ, ով ծնված է հողի տարերքի ներքո, դա է կույս, ցուլ կամ այծեղջյուր, այս տղամարդը եւս ինչ որ առումով դեր կունենա ձեր կյանքում։ Հնարավոր է այս կինն ու տղամարդը իրար հետ ինչ որ կապ ունենան, բայց սա իհարկե հաստատ չէ։ Կարող են ուղղակի առանձին մարդիկ լինել։ Այս տղամարդը կրկին կարող է լինել եւ ձեր շրջապատից, ձեր ընտանիքի անդամներից որևէ մեկը, եւ կարող է լինել նաեւ նոր ծանոթություն։ Այժմ նորալուսնի եւ լիալուսնի հետ կապված այս ամսում ունենալու ենք երկու խավարում, լուսնի եւ արևի։ Առաջինը լինելու է լուսնի խավարում ամսի 7-ին, այսօրը ունենալու ենք լիալուսին եւ այս էներգիան զգալու եք մինչեւ 3 ամիս առաջ, գուցե արդեն զգացել եք կամ գուցե զգաք առաջիկա 3 ամիսների ընթացքում։ Այստեղ ձեզ նոր սկիզբ է սպասվում, նոր ինչ-որ ակտիվություն, կարծում եմ, որ պայմանավորված է լինելու երեխաների հետ։ Սիրելի ընկերներ, այս քարտը կարող է ասել նաեւ նրա մասին, որ շատերը գուցե որոշեն նոր հեռանկարներ կազմեն արտերկրի հետ կապված, կամ ինչ-որ նորություն լինի կապված արտերկրի հետ։ Այստեղ իհարկե ոչ միայն արտերկրի, նաև բարձրագույն կրթությանն է վերաբերում, գուցե կարծում եմ երեխաների ու բարձրագույն կրթության հետ կապված ինչ որ հարցեր կլինեն, գուցե պարզություն մտնի ձեր կյանք դրա մասին ինչ որ նորություն իմանաք եւ այլն։ Եվ նորալուսին ենք ունենալու ամսի 21-ին, կրկին մի 2 օր առաջ, 2 շաբաթ հետո իր ազդեցությունը հաստատ ունենալու է, իսկ ընդհանրապես մինչև 3 ամիս կարող եք դուք դա զգալ։ Այստեղ սիրելի ընկերներ, ձեզ օգնություն է սպասվում, թե դրամական կլինի, թե ոչ, ամեն մեկը մի ձև կզգա, բայց այնպայման շատերը օգնություն են ստանալու ինչ որ ձևով։ Այսքանը սիրելի ընկերներ, կապված այս ամսվա հետ, բաժանորդագրվեք ալիքին, սեղմեք զանգակի կոճակին, որ բաց չթողնեք գալիք ամիսների կանխատեսումները, իսկ մենք շուտով կհանդիպենք, ցտեսություն։